Ողջույն սիրելի եկեղեցի, Տերը օրհնի ձեզ։ Եկեք ասենք փառք ես Հիսուս, որ դու այստեղ ես։ Իր ներկայության համար փառք իրեն։ Այսօր ուզում եմ խոսել աննահանջ հավատքի մասին։ Գիտեք, ինձ մի քանի սուրբ գրային համարներ կան, որ խիստ վախեցնում են այս վերջին օրերի ժամանակահատվածի մեջ։ Եվ ես նայում եմ Աստծո այդ Քրիստոս ժամանակներից առաջ ինքը շատ հարցերում զգուշացրել է իր եկեղեցուն, իր ժողովրդին շատ հարցերում եւ Տերը մարգարեական ձևով խոսել է եւ այդ մարգարեական խոսքերը հասել են մեզ, այդ մարգարեական հայտնությունները տվել է մեզ։ Եվ ինքը նախազգուշացրել է հատկապես վերջի ժամանակների մասին, թե ինչ կարող է սպասվի վերջի ժամանակների քրիստոնյաների եկեղեցիներին, Աստծո մարդկանց։ Ղուկաս 18:8-ում ասում է, սակայն երբ մարդու որդին գա երկրի վրա արդյոք հավատ կգտնի։ Սա հարցը, բաց հարցը, որ այս բաց հարցին պետք է ամեն մեկս պատասխան տանք։ Սա մի շատ բաց հարցը, որ Տերը շեշտադրում է դրել իր գալստյան վերջի ժամանակների մասին, որ եթե գամ երկրի վրա հավատք կգտնեմ, այսինքն Տիրոջը անհանգստացնում է քրիստոնյաների եւ եկեղեցու հավատացյալների հավատքը, եթե ես գամ իմ եկեղեցի, իմ ժողովուրդ, ես իմ տան մեջ երկրի վրա այդ հավատքը կգտնեմ, այն հավատքը, որի մասին ես խոսել եմ, այն հավատքը, որը ես սերմանել եմ, այն հավատքը, որը երկնքի արքայության սերմի միջոցով ձեր սրտերում ցանել եմ, այդ հավատքը կգտնեմ։ Ինչքան կարևոր է, որ մենք հասկանանք, որ Տերը իրոք մեր կյանքի մեջ անմնացորդ հավատք է պահանջում, որովհետև Աստված ուզում է, որ մենք խորը հավատանք իր խոսքին, խորը հավատանք իր բերանից դուրս եկած ամեն խոսքին, որովհետև Աստված պատահական բաներ չի խոսացել։ Ինչի համար է հավատք պետք, որովհետև Եբրայեցիս 11:6 խոսքում ասում է, բայց առանց հավատքի անհնար է Աստծուն հաճոյ լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա եւ իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։ Ինչքան կարևոր է, որ մարդը երբ որ գալիս է Աստծուն, ինքը հավատա, որ նա կա։ Այսօր շատերը ասում են ես հավատացյալ եմ, բայց երբ որ իրականում ինքը բախվում է իր կյանքի փոթորիկներին, դժվարություններին, ինքը բախվում է իր կյանքի այն բարդույթներին, որ թշնամին, օդի իշխանը բերում է իր կյանքի մեջ, այդ հավատքը կարծես թե չի գործում, այդ հավատքը կարծես թե չկա։ Իրանք ընկնում են փրփուրների ետևից, իրանք ձեռքերը գցում են ինչ որ փրփուրների աճև ձախ, սկսում են ապավինել ինչ որ մարդկանց, ֆինանսների են ապավինում, ինչ որ մարդկանց են ապավինում, դեղերի են ապավինում, բժիշկների են ապավինում, ես իմ տարբեր բաների են ապավինում։ Բայց ամենակարևոր Տիրոջը չեն կարողանում ապավինել, բայց Տիրոջը սա է հետաքրքրում։ Աստված գործ ունի մեր սրտերի հետ եւ Աստված փորձությունների ժամանակը, որ ստուգում է մեր սրտերի ինչպիսի լինելը։ Ով ես դու, դա դրսևորվում է եւ բացահայտվում է այն ժամանակ, երբ դու բախվում ես փորձության, որովհետեւ այդ փորձությունները գալիս են, որպեսզի քո սրտի պարունակությունը երևա, ով կա, ինչ կա քո սրտում, ով ես դու քո սրտի մեջ։ Գիտեք, ես այսօր ձեր թույլտվությամբ ուզում եմ խոսել մի փոքր, մի կնոջ մասին, շատ մարդկանց մասին չեմ խոսելու, բայց մի կնոջ պատմություն ուզում եմ պատմել Սուրբ գրային։ Եվ ինձ միշտ զարմացրել են մի քանի պատմություններ Սուրբ գրային, որ այդ պատմությունները ներկայացված են, գրված են, դրանք ցնցող պատմություններ են, հավատքի լուրջ գործ ցուցաբերող պատմություններ են, բայց այդ մարդկանց անունները նույնիսկ գրված չի Սուրբ գրքի մեջ։ Կարդում ես այդ պատմությունները, բայց նույնիսկ այդ մարդու անունը չգիտես, ինչ էր այդ մարդի անունը։ Եվ գիտեք, այս պատմությունը
կախված է մի կնոջ հավատքի պատմության հետ։ Շատ հզոր կանայք կան։ Եվ երբ որ կանայք Տիրոջ վախի մեջ են եւ Տիրոջ ճանապարհների մեջ են, նրանք կարող են ցուցաբերել այնպիսի աննահանջ հավատք, որ շատ ժամանակ եղբայրները կերազեն այդպիսի հավատք ունենան։ Դրա համար թողորնի մեր քույրերին, հատկապես այն քույրերին, այն մայրերին, ովքեր որ աննահանջ հավատք ունեն, իրենց որդիների համար, իրենց հարազատների համար, եւ նրանք աննահանջ հավատքով ամեն օր պատերազմում են խավարի դեմ, օդի իշխանի դեմ, կռվում են, պատերազմ են մղում իրենց երեխեքի փրկության, իրենց հարազատների փրկության, իրենց մտերիմների ազատագրման, նրանց բժշկության համար։ Եվ Տերը ուզում է ձևավորի իմ եւ քո մեջ աննահանջ հավատք։ Ամեն։ Սա գրված է Թագավորաց 4-րդ Թագավորաց 4-րդ գլխում եւ 8-րդ խոսքից կփորձենք կարդալ եւ առաջ գնալ եւ այս ամբողջ պատմությունը մենք կփորձենք այսօր տեսնել։ Եվ գիտեք, սա Սունամացի մի կնոջ պատմություն է։ Եվ այս Սունամացի կինը ինքը անունը գրված չի։ Եվ մենք նրա անունը չենք կարդում, չենք տեսնում, բայց մի կարևորագույն բան կա այս պատմության մեջ, որ մեզանից ամեն մեկը այդ պատմությունից պետք է դաս սովորի եւ այդ դասին հետևի եւ այդ դասը կատարի։ Ով է ուզում ձեզանից Աստծուն հաճեսնել։ Իրոք ուզում եք հաճեսնել։ Չէ, մի հատ էլ կրկնեմ այս հարցը։ Ոնց որ լավ չենք ըմբռնում։ Ով է ուզում ձեզանից Աստծուն հաճեսնել։ Մի քիչ արդեն շատերը ոնց որ ուզեցին։ Մի հատ էլ ասեմ։ Ես գիտեմ, որ օդի իշխանը մեկ-մեկ լավ աշխատում է մարդկանց մտքերի հետ։ Եվ իրանք ֆիզիկապես էստեղ են, բայց որ հայացքին նայում ես, աչքերով ուրիշ տեղ են, այնտեղ։ Եվ շատերի ուղեղն էլ մթագնում է, շոքա, արևա, եւ տոթա, այս տոթից շատերի ուղեղն էլ մթագնում է եւ քեզ թվում է թե ուշադիր քեզ են նայում, բայց իրանք քո հետ չեն։ Ինձ լսեք։ Այսօր բան կա սովորելու ձեզ։ Եվ եթե ուշադիր լսես, այսօր մի բան հետը տանելու ես տուն։ Եվ այն ինչ որ կտանես տուն, դա քո ամբողջ կյանքում պետք կգա։ Եվ դու իրոք կփառավորես դրանով Տիրոջը։ Մի հատ էլ հարց տամ։ Ով է ձեզանից այն մարդը, որ ուզում է Տիրոջը հաճեսնի։ Այ մի նման եք, որ ուզում եք հաճեսնենք։ Ուրեմն եթե ուզում ես Տիրոջը հաճեսնես, ինչ պետք է ունենաս։ Հավատք։ Բերեք իրար հետ ասենք, ես պետք է ունենամ հավատք, որպեսզի հաճեսնեմ իմ Տիրոջը։ Գիտեք, որ մի 5-6 տեսակի հավատք կա։ Եվ այս հավատքներից մենք պետք է ուղղակի ընտրենք ճիշտ հավատքը, որովհետև այդ հավատքը ձևեր ունեն, բնույթներ ունեն։ Այսօր շատ դևերն են հավատում, ով գիտի, որ դևերը հավատում են։ Ինձ ասեք մի դևի, որ իր հավատքը փրկելու է իրան։ Այս բան չկա։ Ով գիտի, որ կրոնական հավատք կա։ Ինձ ասեք մի կրոնական մարդու, որ իր հավատքը իրան կփրկի։ Ինքը լավ կրոնապաշտ է։ Ինքը շատ ուժեղ կրոն ունի։ Ինքը պարծենում է իր կրոնով, իր ավանդույթներով եւ սովորույթներով, եւ ինքը գովում է իր կրոնի բնույթը, ձևը։ Բայց կրոնը չի փրկում։ Կրոնի հավատքը չի փրկում։ Կա հավատքի պարգև, կա բժշկության հավատք, բայց կա փրկության հավատք։ Բժշկության եւ փրկության հավատք։ Շատեր ունեն փրկության հավատք, բայց բժշկությանը չեն հավատում։ Ես մի անգամ մի կնոջ մոտեցա, մեր քույրերից էր ռակով մահանում էր, ասացի քուրիկ ջան, գիտես որ Տերը քո համար մահացել է եւ նա վերցրել է անեծքները, հիվանդությունները, ինքը ռակով էր հիվանդ։ Եվ
բեր հավատանք, որ այս հիվանդությունն էլ ավերցրե քեզնից։ Ասեց չէ եղբայր ջան։ Ես ուզում եմ իմ տիրոջ նման տանջվեմ եւ նրա ցավը անկողնու մեջ կրեմ։ Ես ցավով այդ տանից դուրս եկա եւ այս կնոջ հավատքի մեջ խոսացող մի բան կա։ Եվ Տերը ուզում է, որ մենք այս կնոջ հավատքից բան սովորենք։ Նրանք, ովքեր որ դադարել են սովորել, նրանք հոգևոր աճ չունեն։ Նրանք, ովքեր որ դադարել են լսել եւ սովորել եւ փոխվել, նրանք դեգրադացիա են ենթարկված, նրանք հոգևոր աճի կանգ ունեն եւ նրանք չեն կարողանում առաջ գնալ։ Գիտեք, այդ տարածքում Սունամայում դա որքանով ես հիշում եմ, եթե չեմ սխալվում, չեմ գրել, բայց հարավային Իսրայելի կողմերն դուրսա եւ այդ Սունամայից մինչեւ Երուսաղեմ շատ հեռու է, մոտ 30-35 կիլոմետր հեռավորության տարբերություն կա, չեմ գրել ափսոս։ Եվ Եղիսե մարգարեն այս քաղաքն էր գալիս։ Իրա, ասենք, այնտեղ շրջապատ ուներ Եղիսեն այդ քաղաքում։ Այնտեղ մարդիկ կային, որ Եղիսեի հետ շատ մոտիկ էին։ Թագավորը, այդ Սունամի թագավորը Եղիսեին լավ ճանաչում էր։ Այնտեղ իշխանավորներ կային, որ Եղիսեին ճանաչում էին։ Եվ այս մարդիկ, ասենք, կապ ունեին Աստծո մարգարեի հետ, եւ Աստծո մարգարեն էլ են մարդկանց հետ կապ ուներ։ Եվ Եղիսեն մի օր, ասենք, անցնում էր այդ Սունամով, եւ այդ բնակավայրի մի հատ կին մեծահարուստ կին էր։ Իրանք կալվածքներ ունեին, հարստություն ունեին, որը այդ արևելյան կողմում էր Իսրայելի։ Այդ ժամանակ այս կինը խնդրեց իր ամուսնուն եւ ասեց Մարտին, այ ամուսին, այ մարդ, այս մեր պատշգամբում մեր տանիքում մի հատ վերնատուն սարք, մի հատ այսօր երեք էր, չէ՞, կարծեմ մենք հրաժեշտություն գնացինք, այնտեղ բարձացեց իր վերնատունը, շատ լավ վերնատուն էր, նայեցի ու ասեցի, որ լավ սենյակ կդառնա այստեղ, հավեսով, հյուրատուն կդառնա, որ ինքը սարքի ես կգամ մեծ հաճույքով այդտեղ կապրեմ։ Ու այս կինը ասում է ամուսնուն մի հատ է ձևի վերնատուն սարքի, այս մարգարեի համար, սա Աստծո մարդ է։ Ամուսինը, գիտեք, կան ամուսիններ, որ շատ են սիրում իրաց կանանց։ Այս մարդը արավ, այնքան էր սիրում իր կնոջը, որ իր կնոջ խոսքը ինքը չէր կարող ասել չէ։ Ինքը իր կնոջ խոսքին չէր կարող ասել, այգին, ես ինչ ես գիժ բաներ ուզում, փող չունենք, լահամբերի, բիզնես ենք անում, գործի մեջ ենք դրել, չէ։ Այս մարդը վերցեց եւ մի հատ հավեսով վերնատուն սարքեց։ Այնտեղ իր ձեռքով մի հատ կրավատ սարքեց։ Մահիչ, հա։ Իր ձեռքով մի հատ սեղան սարքեց, աթոռ սարքեց, մի հատ էլ ճրագակալ դրեց։ Որ Աստծո մարդը երբ որ գա, այդ 30-35 կիլոմետրը գա, այդտեղ Սունամում հանգստանա, իրանց տանը, իրանց այդ տան վերևը։ Գիտեք, ես այսօր ուղղակի ուզում եմ ձեր ուշադրությունը կամած հրավիրել են մասին, թե ինչ տեղի ունեցավ հետո։ Ես համոզված եմ, որ ցանկացած բան, երբ որ մարդը հավատքով անում, այս կինը հենց առաջին իսկ պահից հավատք ցուցաբերեց Աստծո մարգարեի հանդեպ, Աստծո մարդու հանդեպ։ Մի հատ հարց տամ քույրերին։ Քույրեր, ձեզանից ով գիտի, որ մարգարեին ընդունողը մարգարեի վարձք կառնի։ Եղբայրներ ես մասին կարող է իմանան, քույրերից ով գիտի։ Որ եթե մեկը մարգարե է ընդունում կամ Աստծո մարդի է ընդունում, այդ Աստծո մարդի վարձքից ինքն էլ է առնում։ Դրա համար
ուղղակի իմ խնդրանքն է բոլոր քույրերին նախանձավոր եղեք Աստծո մարդիկ ընդունել ձեր տուն։ Ասի գես, մենք այս կնոջը մաչի ինչ կարանք անենք։ Լագնա այդ կնոջը կանչի, թող մի հատ բարձրանա այստեղ վերնատուն։ Մի հատ տեսնենք ինչ կարանք անենք։ Մարգարեն, որ իրան մի լավ բան են անում, մարգարեի սիրտը սենց ուղղակի ցնցում է, ուրախանում է, ուզում է մի լավ բան անի այդ իրան լավություն անող մարդկանց։ Գեզը գնաց, այս կնոջը կանչեց, ասավ Եղիսին, քեզ կանչում է, բան է ուզում ասի։ Մեկ էլ հարցեց այս կնոջը, ասավ լսի, ով կին, ինչի կարիք ունես, ինչ անեմ քո համար, ինչ ես ուզում, որ քո համար անեմ, թագավորի հետ հարցեր ունես, ես թագավորի հետ մոտիկ եմ, գնամ թագավորին ասեմ, քո հարցերը լուծի, կամ որևիցե իշխանի զորավարի հետ հարցեր ունես, զորավորը ամբողջ բանակների, զորքերի զորավարը իմ մոտիկն է, իմ ծանոթն է, գնամ ասեմ քո հարցերը լուծի։ Այս կինը շատ շնորհակալ սիրտ ունեցող կին էր։ Շատ կարևոր է, որ մարդիկ շնորհակալ սիրտ ունեն, առիթը չօգտագործեն ասես մի բան փոկելու համար։ Գիտեք, այն մարդիկ կան մի հատ մեկին, որ մի լավություն են ուզում անեն, մի 10 հատ ուզում են ասես բան փոկեն, էլի, այդ լավության փոխարեն շահավաճառության մեջ են մտնում։ Բայց իրականում այս կինը այդպեսին չէր, նրա սիրտը իրոք Տիրոջ առաջ պարզ էր, մաքուր էր։ Եվ կինը ասավ, չէ, ես իմ երկրում եմ ապրում, ոչ մի բանի կարիք չունեմ, որովհետև ես իմ քաղաքում եմ ապրում, իմ երկրում եմ ապրում, ինչ որ ունեմ ես գոհ եմ, շնորհակալ եմ, իմ Աստծուց, իմ ունեցվածքից, ամեն ինչից։ Եվ գնաց այս կինը, բայց Եղիսեի սիրտը անհանգիստ էր։ Էլի չէր կարողանում, ուզում է մի բան անի այս մարդը։ Մեկ էլ Գեհեզը ասավ, լսի, Տերիմ, այս կինը ինքը արդեն տարիքով կին, ամուսինն էլ իրանից շատ մեծ է, բայց երեխա չունեն, ժառանգ չունեն։ Ասավ գնա կանչի այդ կնոջը, գնա ասա մի հատ էլ արի։ Մեկ էլ նորից գնաց Գեհեզը, այս կնոջը նորից բերեցին վերև, ասավ լսի ես քեզ ինչ եմ ասում, Աստծո հոգին մի անգամից Եղիսեի վրա եկավ, մի անգամից Եղիսին ասավ, լսի, եկող տարի հենց այս ժամին, հենց այս պահին քու գրկում մի հատ երեխա է եղնելու։ Աստված գիտի վարձահատույց եղնի այն մարդկանց, ովքեր որ իր ծառայներին կծառայեն։ Եվ Աստված ուզում է, որ իրականության մեջ մեր սրտերը Տիրոջ առաջ ուղիղ եղնի, եւ մեր սրտերը Տիրոջ առաջ շիտակ եղնի, որովհետեւ Տերը շիտակ սրտերի հետ գործ ունի։ Տերը ծուռը մուր սրտերի հետ գործ չի անում։ Տերը շիտակ սրտերի հետ է գործ անում։ Սիրտը Տիրոջ առաջ ուղիղ պահի, որովհետեւ Աստված ուղիղ սիրտ ունեցողների Տերն է ու Աստվածն է։ Ամեն։ Եվ այդ կինը հղիացավ, զարմանալու մի բան, ամուսինը տարիքով, մեծ մարդ է, արդեն իր տարիքը անցել է երեխա ունենալու այդ տարիներից, մեկ էլ հանկարծ հրաշք, իր կինը հղիանում է և երեխի են սպասում, և հաջորդ տարի հենց այդ ժամանակ, երբ որ Եղիսեն այդ տանն էր, մի հատ որդի է ծնվում, այս կնոջ համար։ Դուք պատկերացնում եք, եթե մեկ եղնի մի 50 կամ 60, ես իմ 50 երևի տարեկան տարիքը գրած չի այդ կնոջը, 58, գրացա տարիքը, հա, աղաշանն է ասում, հա, 58 տարեկան եղնի, ու հանկարծ ասենք մեկ էլ այդ ամեն հնարավորություններից զրկված, մեկ էլ Տերը գալիս է, Աստծո հոգին գալիս է, մեկ էլ Աստծո հոգին հրաշք է անում։ Երիտասարդության օրերի պես երիտասարդանում են այս ծերունիները, մարդու կնիկը եւ հիշում են իրանց երիտասարդության ուրախությունը եւ օրդությունները։ Ուղիանում է։ Հաջորդ տարի այդ տարին այդ ժամանակ իր գրկին արդեն երեխա կա։
Անցնում են տարիներ, մի քանի տարի, մի 4-5 տարի անցնում։ Մի օր հայրը վերցնում է իր երեխին, որ այդ հնձվորների հետ գնան իրենց կալվածքներում հունձ անեն։ Եվ այդ հունձ անելու ժամանակ, երբ որ գնում են այդ կալվածքում հունձ անելու, դե այն միջագետքի այդ տարածքի շոկերը գիտեք ինչքան են շոկ, հատկապես հունձի օրերը ինչքան է շոկ։ Եվ այդ հունձի ժամանակ ես երեխեն մեկ էլ ասում է գլուխս, 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 ցավում է, գլուխս, ցավում է։ Հերը ասում է, ծառային ասում է, լսի երեխին տարմորը տուր։ Ու թող մերը տիրություն անի տենան գլուխը խիա ցավում։ Երեխին վերցնում է ծառան տանում է մորն է տալիս եւ մայրը վերցնում է այս երեխին իր գիրկը երեխեն մի քիչ էլ ասում է գլուխս, գլուխս, գլուխս ու մոր ծնկների վրա այդ երեխեն մահանում է։ Գիտեք, ես ուզում եմ մի փոքր մարդկանց ասենք հոգեբանությանը անդրադառնամ։ Երկար տարիների սպասված երեխա, խոր ծերության սպասված ժառանգ, մեկը, մինուճարը, որը որ այդ ընտանիքի լույսներ, ճրագներ, հույսներ, ուրախություններ, եւ այդ ծերունիները այդ երեխով ուրախանում էին, երջանկացել էին, իրանց կյանքը կարծես թե ամբողջությամբ կապել էին այդ փոքրիկի հետ, եւ հանկարծ իրանց էս հույսը, իրանց էս լույսը, իրանց էս միակ ուրախությունը, որ ունեին այդ ծերության տարիներին, մահանում է։ Ես համոզված եմ, որ շատ ծնողներ այդ ցավին եւ այդ ողբին ուղակի չեն կարող դիմանալ։ Շատ ծնողներ ուղակի իրանք կարող են կորցնել իրենց հավատքը, հավասարակշռվածությունը։ Իրանք կարող ասեն Աստված բադուր է, թող իր երեխես մեռնի։ Այսօր ինչքան մարդիկ կան, որ Աստծուն դատում են, դատապարտում են, մեղադրում են, որ խի իրանց ընտանիքում էս եղավ կամ այն եղավ, իրանց երեխեն սենց եղավ կամ նենց եղավ։ Եվ մեղադրում են Աստծուն ամեն ինչում։ Դուք տեսած կաք, որ մի անգամ մեկը սատանային մեղադրի։ Լսել եք մեկը, որ սատանային մեղադրի, իր հարազատներից մեկը մեռնի, ասեց սատանեն այդ գլուխը հաստը իմ հարազատի գլուխը կերավ։ Չէ։ Բոլորը մեղադրում են Աստծուն։ Սատանեն գլուխը ուտում, սատանեն մարդին նարկոման ասարկում, ալկոհոլիկ ասարկում, դժբախտացնում է, մարդին հիվանդացնում է, անեծք բերում, մարդը մեռնում է սատանայի այդ անեծքների տակ, բայց մեղադրում են Աստծուն։ Եվ գիտեք, այս պահերին է, որ Աստված ուզում է, որ մենք որպես հավատացյալներ, այստեղ կան չէ հավատացյալներ։ Այս պահերին է, որ Աստված ուզում է, որ մենք որպես հավատացյալներ մեր մեջ ձևավորենք աննահանջ հավատք։ Դուք հայտնվել եք փողոցում, ձեր ունեցվածքն ձեր ձեռից խլել են, բայց դուք հենց այդտեղ կանգնել եք եւ ասել եք, ես Աստված ունեմ, ես ապավինության հնարան ունեմ, եւ իմ հնարանը, որը որ կա, դա իմ Աստվածն է, եւ ես հետ չեմ նահանջելու։ Շատ շատերը, երբ որ իրանց հարազատների հետ մի բան է եղնում, իրանք իրանց գլուխը կորցնում են, ընկնում են էմոցիաների գիրկը, գոռում, լացում, ճճում, հիստերիա բարձրացնում, վայ ծնկներին խփում, էս ինչ եղավ, տունս քանդվեց, բայց ոչ էս կինը։ Էս կինը այդպիսին չէր։ Նրա մեջ կար մի հավատք, որ այդ հավատքը հետ նահանջելու տեղ չուներ։ Ինքը Աստծուն չէր ասել, որ ինձ երեխա տուր։ Աստված էր իրան երեխա տվել։ Ինքը Աստծուն չէր ասել ինձ որդի տուր, Աստված էր որդի տվել։ Ինքը ծեր էր, ամուսինը ծեր էր։ Եվ ինքը գիտեր ում դիմի։ Ինքը հարցեր ուներ այդ Աստծո հետ։
Եվ ուզում էր այդ Աստծո հետ իր հարցերը լուծի, այդ Աստծո հետ իր հարցերը կարգավորի։ Լսում եք։ Գիտեք ինչ անում ես կինը։ Զարմանալու բան անում։ Վերցնում է իր երեխին, մահացած երեխին, որ իր ծնկների վրա մահացավ, հենց նոր մահացավ։ Այդ կինը տեսավ, թե ոնց իր երեխեն հոգին փչեց։ Աչքերը բաց, բերանը բաց, հենց իր ծնկներին հոգին տվեց։ Պանիկայի մեջ չընկավ, չշփոթվեց։ Ես տեսել եմ, ասենք, շատ իրավիճակներ, երբ որ ասենք նույնիսկ երեխի կոկորդը բան է անկնում, մայրերը ոնց են խառնվում, ոնց են սենց շփոթվում, ինչ ձև են գոռում, խփում, ճվում, մի բան ուզում են անեն, որ իրանց երեխին հետ բերեն, պանիկ անեն, քանա շատ, այդ պանիկայի չգիտեն ինչ անեն, երեխին բռնեն, հարևանին կանչեն, ես իմ փողոց գնան, ինչ անեն, շփոթվել են, խառնվել են։ Աննահանջ հավատք այդպես չի գործում։ Այս կինը վերցրեց իր երեխին, որ իր ծնկներին հենց նոր մահացավ, որ իր տան միակ ճրագն էր, միակ ուրախությունը, տարավ դրեց այն կրավաթի վրա, որը կառուցել էին մարգարեի համար։ Դրեց հենց այնտեղ, որտեղ մարգարեն քնում էր, որտեղ մարգարեն հանգստանում էր։ Այդ իր երեխին դրեց այդ կրավաթի վրա, դուրս եկավ, այդ դուռը փակեց, որ որևիցե մեկը չմտնի եւ չտեսնի, որ իր որդին մեռել է։ Գնաց իր ամուսնուն ասավ, լսի, ինձ մի հատ ծառա տուր, մի հատ էլ ավանակ տուր։ Մարդն ասում է, ինչի համար այկին, ինչի տամ այդ էշին, այդ ավանակին, այդ ծառային, ինչի տամ։ Ես գնում եմ Երուսաղեմ, ես գնում եմ մարգարեի հետ հանդիպելու, ինչի ոչ շաբաթա, ոչ տոնա, գնում ես մարգարեի հետ, որտեղ հանդիպես, ինչ հանդիպես, ինչի հանդիպես, ու բան չի պատահել, չէ, բան չի պատահել, ամեն բան լավ է։ Մարդուն չի ասում, որ իրանց երեխեն միացին որդին մեռել է։ Ծառան եւ էշը տալիս է իր ամուսինը։ Նստում է այդ էշի վրա եւ այդ 30 կիլոմետրը, 30-35 կիլոմետրը, այդ ամբողջ ճանապարհը գնում է եւ ինքը իր սրտի մեջ որոշում է կայացրել, որ որևիցե մեկին որևիցե մի բան չի ասի եւ որևիցե մեկի հետ չի խոսալու եւ որևիցե մեկի հարցերին չի պատասխանելու եւ ինքը նստում է այդ ավանակին եւ այդ ավանակի վրա գնում է այդ 30 կիլոմետրը, որ տևում է մոտ 8-ից 9 ժամ եւ 8-ից 9 ժամ այդ ամբողջ ճանապարհին ոչ մեկի հետ չխոսալով իր ներսի մարդի մեջ անկոտրուն հավատքով պատերազմելով նա մի բանի մասին էր մտածում, որ երբ որ ես հասնեմ մարգարեի մոտ, ես այնտեղ պատասխան ունեմ Աստծուց, որովհետև Աստված ինձ այնտեղ պատասխան պիտի տա։ Իմ երեխեն չի մեռնելու, իմ երեխեն մեռած չի մնալու, ես նրան չեմ թաղելու։ Ինքը իր ներսի մարդի մեջ պատերազմում էր, պայքարում էր, իր մեջ կար այդ անկոտրուն, աննահանջ հավատքը, ինչքան է կարևոր, որ հավատացյալների կյանքի մեջ այս հավատքը ձևավորվի, Աստված այս հավատքն է փնտրում, որովհետև եթե ուզում ես Աստծուն հաճեցնել, պիտի հավատաս։ Առանց հավատքի անհնար է Աստծուն հաճեցնել։ Մենք դարել ենք այն գիտեք ինչ, ասես թեթև մակերեսային հավատացյալներ։ Հավատքը դա թեթև մակերեսային գործ չի, սա արմատապես կյանքի մտքի փոփոխություն է, որովհետև հավատքը դա գործողություն է, դա պետք է պտուղ ունենա, գործ ունենա, դրսևորում ունենա։ Հավատքը ես նա չի, որ ասես ես հավատում եմ։ Ում Տեր ուզում է, որ մեր հավատքը անկոտրուն եղնի, եւ աննահանջ եղնի, եւ ճիշտ եղնի, որովհետև Տերը այսպիսի հավատք է ուզում, այս ձևի հավատացյալներին Տերը շատ է սիրում։ Ինձ դուր էր գալիս Սմիթ Վիգելսվորթի ասած խոսքը։ Ինքը ասում էր, որ Աստված կարող է միլիոնավոր մարդկանց կողքով անցնի եւ չկանգնի նրանց կողքը, բայց գնա այնտեղ, որտեղ հավատք կա,
որտեղ հավատք կա, Աստծո ոտքերը շտապում են միայն այնտեղ։ Ուզում եք Աստծո ոտքերը շտապեն այնտեղ, ձեր մոտ, ձեր կյանքի մեջ, ձևավորեք ձեր մեջ աննահանջ հավատք։ Եվ գիտեք ինչ տեղի ունեցավ։ Այս կնոջ փորձառությունը ցույց էր տվել, որ դեղերը, դեղամիջոցները, բժիշկները, տարբեր տեսակի փորձեր եւ փորձություններ, փորձառություններ արդյունքի չէին բերել, իրանք երեխա չէին կայացել ունենալ։ Եվ միակ պատասխանը, որ այդ խնդիրը լուծեց, միակ ուժը, որ այդ խնդիրը լուծեց, դա Աստված էր մարգարեի միջոցով։ Դրա համար ինքը այդ փորձառությունից ելնելով ինքը հասկանում էր, որ իր այս տան ամենաբարդ խնդիրը, միակ լուծողը դա այն Աստվածն է եղնելու, որ իրան որդի ա տվել։ Եվ նա այդ 30-35 կիլոմետր գնաց այդ ավանակի վրա, կես ավանակի վրա նստած, կեսը ես իմ ոտքով, եւ երբ որ մոտեցավ այդ լեռանը, որտեղ մարգարեն էր ապրում, եւ Գեզին մարգարեն ասում է, լսի, սեն սունամացի կինը չի, լրից տենում է, որ այս սունամացի կնոջ նման է, այս կինը նման է, նրա պես է քայլում, նրա պես է հագնված, լրից տեսավ մարգարեն այդ կնոջը։ Գեզը նայեց, ասում է, հա տերիմ, նայա, դու ասում ալան շտապի, գնա, հարցրա, ոնց են տանեցիները, ամուսինդ ոնց է, երեխեդ ոնց է, ողջ են, առողջ են, ինչ իրավիճակում է ձեր ընտանիքը, խի եկել ես կինը այստեղ, ինչ խնդիր կա, այսքան այս 30-35 կիլոմետրը կտրել է, եկել է այս շոկին, այս կրակին, հարցրա Գեզ։ Գեզի իշնում է այդ լեռից վազելով, գնում է այդ կնոջ մոտ, գիտեք այդ կնոջը հարցնում է, ասում է, բարև, ով սունամացի կին, բարև Գեզ, ինչ կա, ողջ եք, առողջ եք, ձեր ընտանիքում ամեն բան լավ է։ Գիտեք, իր մեջ ինքը մտածում էր, որ սա քո խելքի բան չի, Գեզ։ Բաներ կա, որ քո թափի բանը չի։ Մի ինգի ոտի տակ, մի խառնվի, քեզ մեծ բանի տեղի մի դնի, ես քո մոտ հաստատ չեմ եկել, քո հետ հաստատ գործ չեմ ուզում ունենամ, իմ գործը քո հետ չի, իմ գործը Աստծո մարդի հետ է։ Եվ որ բարձացան այդ լեռը, գիտեք, այդ ժամանակ, ես ուզում եմ 28-րդ խոսքը կարդամ, մերեք 27-ից կարդամ, կինը ասաց, լավ ենք, կինը գնաց լեռը։ Դժվար է կնոջ համար այդքան 9 ժամ գնալուց հետո հիմա է լեռը բարձրանա, բայց երբ որ քո մեջ կա այդ անկոտրուն աննահանջ հավատքը, դու էլ չես ասում լեռը, սարա, ձորա, ինչ դժվարություն է, ինչ բարդություններ է, ամեն լեռներ դու կբարձրանաս, որպեսզի հասնես քո հավատքի նպատակին եւ քո հավատքի պատասխանին։ Եվ այս կինը հենց այսպես էր մտածում, ինձ համար լեռ չկա, ինձ համար արև չկա, ինձ համար շոկ չկա, ինձ համար դժվարություն չկա, ինձ համար երկար ճանապարհ չկա, ինձ համար մենակ մի բան կա, ես պետք է ստանամ իմ հավատքի պատասխանը ու վերջ։ Սա էր ինչ որ այս կինը իր մեջ ուներ, սա էր ինչ այս կինը փնտրում էր իր կյանքի մեջ։ Եվ այդ ժամանակ ինչ եղավ, երբ որ բարձացավ այդ լեռը, մինչև այդ լուրջեր, մինչև այդ նրա աչքերից մի անգամ, մի հատ արդյունք չկաթած, մի անգամ, գոնյա մի կաթիլ արդյունք չթափվեց, եւ որևիցե մեկը չտեսավ, որ նա տխուր է, տրտում է, որևիցե մեկը չտեսավ, որ նա դժբախտ է, որևիցե մեկը չտեսավ, որ նա խնդիր ունի, դժվարություն ունի, ցույց չտվեց, որովհետեւ ինքը իր մեջ հավատք ուներ։ Ես հիանում եմ այս կնոջ հավատքով։ Ես ուզում եմ, որ մեր օրերում էլ այսպիսի հավատքներ գործեն, մեր օրերում էլ այսպիսի հավատքներ դրսևորվեն, որովհետև այսօր քրիստոնեությունը շատ մակերեսային է դառել, այսօր քրիստոնեությունը եւ հավատացյալ լինելը շատ մակերեսային բան է դառել, բայց Տերը չի ուզում, որ այս մակերեսային ձևով հավատք գտնի երկրի վրա։ Նա ուզում է նահանջ անկոտրուն հավատք տեսնի քրիստոնյաների կյանքի մեջ։ Եվ ինչ արեց, նա եկավ
ոտքերի տակ ընկավ մարգարեի, փաթաթվեց նրա ոտքերին, գեզին էլի մոտեցավ իր այդ մարդկային բաներով, որ բարձրացնի, ես իմ ինչ անի, որպեսզի ասենք, այդ կինը հանդարտվի, մարգարեն ասավ, թող ձեռք չտաս նրան, հետ չքաշես, որովհետև նա ցավ ունի իր սրտում։ Տերը խի թաքցրեց ինձանից, ինչ որ մի բան Տերը ինձանից թաքցրել է, ու ինչ չի հայտնել, ասում է մարգարեն։ Բայց այդ կնոջը ձեռ չտաս, թող լացի։ Եվ այդ կինը պորտկաց մարգարեի ոտերի տակ, գրկեց այդ ոտերը ու սկսեց լացել ու աղաղակել։ Երբ որ սիրտը մի փոքր հանգստացավ, այդ կինը խոսեց. Ես միթե իմ տիրոջից որդի էի խնդրել, չասացի, թե ինձ մի խաբի, այն ժամանակ նա քեզին ասաց, մեջքիդ գոտին կապիր, իմ ցուպը ձեռքդ վերցրու ու ճամփա անկի, եթե մարդու հանդիպես մի բարևի, եթե քեզ որևէ մեկը բարևի, մի պատասխանի եւ մի ցուպը դիր, եւ իմ ցուպը դիր այդ երեխայի երեսին, 30 խոսքը ցնցող խոսքա։ Բայց երեխայի մայրը ասաց, Տերը կենթանի է, ու քո անձը կենթանի, որ քեզ չեմ թողնի։ Մտքիցը թանի, որ ես գեզին կվստահեմ, մտքիցը թանի, որ այդ գործը գեզը կանի, մտքիցը թանի, որ ես գեզի հետ ճանապարհ կգնամ եւ կհավատամ, որ գեզը կարա նրան մեռելների սարություն տա։ Ես հետ չեմ նահանջելու քեզանից, դա քո գործն է, մարգարե, դա քո գործն է, Աստծո մարդ։ Գիտեք, Եղիսեի համար մեծ մարդ էր, տարիքով մարդ էր, հեշտ չէր այդ 35 կիլոմետրը ոտով գնա։ Արևին, շոգին, մեծ մարդ է, չալիկը ձեռին, չէր ուզում էր գեզի վրա գցի։ Անկոտրուն հավատքը ձև չի անում վերապերվում, չէ, նա գիտի ում պահանջի, ումից պահանջի։ Ասավ դու պիտի գաս մարգարե, ծերունի ես, մեծ ես, դժվար է քո համար, այդ ճանապարհը կարող է հաճելի չի քո համար, բայց դու պետք է գաս, ես քեզ չեմ թողնելու։ Ով ասենց պայքարում իր խնդրի համար, ով ասենց պատերազմում, երբ որ գալիս է խնդիրը եւ գալիս է դժվարությունը եւ գալիս է այդ իրավիճակները, որ դու պետք է ուղղակի պայքարես, պատերազմես, սենց կռիվ ես անում, թե չէ։ Եթե սենց կռիվ չես անում, սենց պատերազմ չես մղում, սենց պայքար չկա քո կյանքի մեջ, ուրեմն մոռացի, որ պատասխան կլինի, սա պայքարա, սա պատերազմա, որովհետև դու բարի պատերազմ ունես պատերազմելու, կռիվ ունես տալու, օդի իշխանի դեմ, նրան դեմ պետք է գնաս, խավարի գործերը պետք է քանդես Հիսուսի անունով եւ հավատքով հաղթես։ Որպեսզի քո հավատքը ցույց տա, թե որքան է հաճելի եւ զորավոր։ Եվ Եղիսեն ուրիշ ճար չուներ, որովհետև նա ուրիշ հետ դարձի ճանապարհ չուներ, երբ որ Աստծո մարդիկ, օրինակ, երբ որ խնդիր եղնից էր հովին, այդպես բռնեք, եւ ասեք, փախնելու տեղ չունես հովիվ, պետք է գաս, եւ այնքան պետք է հավատքով աղոթես, որ իմ հարցը լուծվի, համ ձեր հովիվի հավատքը կմեծանա, համ ձեր հավատքը կգործի։ Գիտեք, այն ռուսեն մի հատ բառ կա, վիսկոչկի։ Գիտեք, չէ՞, ձևի բառ, վիսկոչկա, վիսկոչկա, էլի, ասենց, դուս պրծուկ, ասենց։ Դուս թռած, վիսկոչկա։ Ասենց, ամեն տեղ քիթ ուզում է կողի, ամեն բանում ուզում է ինքը առաջին եղնի։ Հովիվի իրան չի ասում ես բաննարա, հա, ես կանեմ, բանը, միասկոմբինատ, յա, Պինոյ զավոդ, յա, ասենք, ծեմետնի զավոդ, յա, այն մարդելա տեղը նստի դու գործ ունես գնա քո գործը արա, ինչ գործ ունես ամեն տեղ ուզում ես գնաս։ Հիշում եք այդ կինոն։ Մեկ էլ գեզը ոգևորվել է։ Իրա տիրոջ մարգարեի գավազանը վերակալել, առաջ անգել։
վազում է դեպի այդ տունը։ Գնացել է, Մարգարեն դե ասել է ինչ անի։ Գնացել է, հենց գիտի ես ինքը լուրջ բաներ կարա անի։ Բայց այս կնոջ հավատքը իր հետ կապված չէ, այս կնոջ հավատքը կապված է Եղիսեի հետ, ոչ թե Գեհեզի հետ։ Եվ սա գնաց, վազելով բարձացավ այդ վերնատունը, դուռը բացեց իրանու գլուխ, ընկավ, գավազանը դրեց, Մարգարեի ես, մեռած երեխի վրա, սենց բանարա վերցեց, ասում եմ հարություն ար, գիտեք չեն, սուպեր հավատացյալներ կան։ Ես հիշում եմ մի անգամ մեր քույրերից մեկը մահացել էր, այդ մի քանի հատ մարգարեներ կային, ֆալշիվի կեղծ մարգարեներ եկեղեցում։ Սրանք մարգարեացան, որ պետք է հարություն առնի այս աղջիկը։ Սա մահացավ։ Հիմի այն բաներ կան, ասում կատուն մեջքը գետնով չի տալիս, այս մարգարեները իրանց մեջքը գետնով չուզեցին տալ։ Մեկ էլ ասում են, չէ, ինքը պետք է հարություն առնի։ Վեր են կալել իրանց ու գլուխ այդ մի 5 հոգով, 6 հոգով, դուռը փակել են, այդ տան դուռը, դագաղում այդ աղջիկը պարկած, փակել են, չեն թողում հարազատներին, անհավատ հարազատներին մտնեն այդ տուն, այնտեղ լեսումներով աղոթում են, ռաբարա շաբարամև է, որ հարություն առ, պետք է հարություն առնես, Հիսուսի անունով ասում ենք հարություն առ։ Այս գեհեզներն են։ Ճվացին, գոռացին, բան, այս հարազատները ուզում են մտնեն, սպանեն, այնտեղ զանգեցին մեր հովիվներին, այս հովիվները հասան, ասին ժողովուրդ ջան, այդ մենք չենք այդ իշխանությունը սրանց տվել, սրանք իրանց ու գլուխ են եկել սենց բաներ են անում, մենք իրանք չենք ասել սենց բան անեն, սա իրանց որոշումն է, մենք գործ չունենք, վեր կալան դուրս արին սրանց այդ տանից բան, սրանք ասին, մեկը եթե թաղեք էլ պետք է գնանք գերեզմանը փորենք, որ հարություն առնի։ Մեր հովիվները մեզ ջահելներից վեր կալան, ասեցին գնացեք գիշերը այդտեղ այդ գերեզմաններում պահակություն արեք, որ այդ խայտառակությունները չգան գերեզմանը փորեն, ավելի մեծ խայտառակության բախվենք։ Մի սաղ գիշեր գերեզմաններում անց են կացրել, որ հանկարծ դրանք այդ մարգարեները չգան, այս գերեզմանը փորեն, Միկելանդյան մեռելների հարություն անեն։ Գեհեզը սենց էր, գնացել է գավազանը մարգարեի դրել ասում է, ով Եղիսեի գավազանով ասում եմ հարություն առ։ Բայց դա քո գործը չի։ Դու ունես տենց հայտնություն, Գեհեզ, դու ունես տենց հայտնություն, որ հարություն տաս, թե չունես։ Դա հավատքի պատերազմը, կռիվը, որ դու պետք է աճես, մեծանաս, երբ որ դու սովորացնում ես քեզ այս ճանապարհով գնալը, այս ճանապարհի մեջ քայլելը, մեծանալը, դու ուղղակի հիանում ես այն հավատքի պտուղներից ու գործերից, թե որքան քո հավատքը մեծանում է, այնքան հրաշքները շատանում են, որքան հավատքդ մեծանում է, այնքան Աստծո դրսևորումները ավելանում են, որքան հավատքդ մեծանում է, այնքան նորանոր բաներ են բացվում քո համար եւ երկինքը նորանոր օրհնություններ է իջացնում քո կյանքի մեջ։ Գեհեզը մեկ փորձեց, երկու փորձեց, տեսավ բան չկա, ստիպված սպասեց, թե երբ պետք է գա մարգարեն։ Եվ մարգարեն եկավ, Գեհեզին էլ դուրս արեց, այդ կնոջն էլ դուրս արեց։ Դուռը իր հետևից փակեց եւ վարկեց այս մեռած երեխի վրա։ Ձեռքերը դրեց ձեռքերի վրա, դեմքը դրեց դեմքին, մարմինը դրեց մարմնի վրա եւ որոշ ժամանակ ցենց պարկեց ու մնաց այդ մահացած երեխի մարմնի վրա։ Եվ երեխի մարմինը Սուրբ Գիրքը ասում է, որ տաքացավ, բայց դեռ չկենդանացավ։ Մարգարեն երևի երկար պարկեց այդ մարմնի վրա, որոշեց մի փոքր հանգստանա։ Եվ վեր կացավ, պարկեց երեխայի վրա, եւ դրավ իր բերանը նրա բերանի վրա, եւ իր աչքերը նրա աչքերի վրա, եւ իր թաթերը նրա թաթերի վրա, եւ կռացավ նրա վրա, եւ երեխայի մարմինը տաքացավ։ Բայց սա վերջը չէր, հետո վեր կացավ մարգարեն, սկսեց քայլել ու աղոթել։ Սա պատերազմ է, սա պայքար է։ Ինչի հարություն չառավ, տաքացավ, բայց հարություն չառավ։
հարցը դեռ չի լուծվել, խնդիրը դեռ չի լուծվել, ինչքան շատ են նրանք, ովքեր մի անգամ աղոթում են եւ վերջակետ են դնում իրենց աղոթքին, պայքարը չի շարունակվում, պատերազմը չի շարունակվում, կռիվը չի շարունակվում եւ կարծես թե ամեն բան կիսատ է մնում, կիսատ է թողնվում։ Եղիսեն այդպիսիներից չէր։ Նա երկրորդ անգամ պարկեց եւ երկրորդ անգամ տարածեց իր թևերը այդ երեխի թևերի վրա, դեմքը դրեց դեմքի վրա, աչքերը աչքերին էին նայում, շուրթերը շուրթերին էին կպնում։ Եվ երկրորդ անգամ եւ ետ դարավ տան մեջ, մեկ այս կողմ, մեկ այն կողմ գնաց ու վեր կացավ, կռացավ նրա վրա եւ երեխան 7 անգամ փրշտաց եւ երեխան իր աչքերը բացեց։ Աննահանջ հավատքը մեռելներ ակենթանացնում եւ հարություն տալիս։ Աննահանջ հավատքը բերում է հաղթանակ եւ հիասքանչ պատմության ավարտ։ Եվ այն ժամանակ կինը ներս մտավ, նրա ոտքերը ընկավ ու խոնարհվեց գետնին եւ իր որդուն վերցնելով դուրս եկավ։ Չեմ կարող առանց սուզվելու այս պատմությունը կարդամ։ Թող Տերը ձեր սրտերի մեջ այս ձևի հավատք ձևավորի։ Սմիթ Վիգելսվորթի մասին մի հատ պատմություն են ասում։ Իմանում է, որ իրանց բարեկամներից մեկը մահացել է։ Գնում են կնոջ հետ այդ մարդու տուն։ Եվ այդ կինը սկսում է լացել եւ բողոքել, ասում է՝ լսի Սմիթ, իմ ամուսինը մահացավ, իրան որևիցե մեկը Հիսուսի մասին բան չասավ։ Մեկ էլ կինը տեսնում է, որ Սմիթի ջանի մեջ քոս է անգնում։ Այդ հավատքի քոսն է։ Գիտեք, երբ որ հավատքը կա, անհանգստություն կա, տեղը չես կարում հանգիստ նստես։ Երբ որ հավատքը բռնում է քեզ, դու չես կարող անտարբեր ապրես քո լսածի հանդեպ։ Երբ որ հավատքը բռնում է քեզ, դու չես կարող հենց դենց ապրես քո կյանքը։ Մեկ էլ Սմիթի կինը տեսնում է, որ Սմիթը անհանգստացավ, բան, ասես վերակենում, նստում է, ասում է Սմիթ, հանգստացի, ամուսին ջան, հանգստացի, արդեն 9 ժամ է, այդ մարդը մեռել է, հանգստացի, նստի։ Ասում է բոնի, դու լսեցի ինչ ասավ իր կինը։ Իր կինը ասավ, որ ինքը Հիսուսի մասին չի լսել, բայց մեռել է։ Դա մեր պատասխանատվություններ չեն կարել։ Սմիթ ասում է, բայց ախր 9 ժամ է մեռել է։ Դա կապ չունի, ասում է։ Եվ ինքը անդրադառնում է այդ մարդի մարմնին եւ պահանջում է, որ նրա հոգին ետ վերադառնա։ Եվ մեկ էլ երբ որ հոգին հետ է գալիս, այդ մարդը հարություն է առնում, ասում է մինչև առավոտ Սմիթ Վիգելսվորթը այդ մարդու հետ խաչյալ Քրիստոսի մասին էր խոսում։ Եվ այդ մարդը բացեց իր սիրտը եւ ընդունեց Հիսուսին որպես իր Տերը եւ Փրկիչը։ Մի հանձնվի։ Շուտ քո ձեռքերը մի իջացրա։ Շուտ մի համաձայնվի այդ դաժան պատերազմի ժամանակ քո պարտության հետ։ Թույլ մի տուր, որ թշնամին օդի իշխանը ուրախանա քո պարտությամբ։ Աննահանջ հավատքի պատերազմ մղի եւ կռվի եւ կտեսնես Աստծո փառքը եւ կտեսնես Աստծո հրաշքը։ Ով ասել է այդ համաձայն։ Բերեք բարձրանանք ոտքի։ Ուրեմն այսօրվանից երբ որ դու տուն գնաս, այս որոշմամբ գնա,
Հեսնես մի արի կիրակնորյա պաշտանմունքներին։ Մի արի նրա համար, որովհետև հայրով հավաքվում եք, ուրախ է, իրար ճանաչում եք, բարև բարլուս կա, լավ հավեսով ջեր մթնոլորտ է, լավ երգում եք, լավ փառաբանում եք։ Ամեն անգամ, երբ որ գալիս ես պաշտանմունքի, դու մի որոշման πάρի, որ այսօր ես այս պաշտանմունքից մի բան, մի կարևոր բան ինձ հետ իմ տուն պիտի տանեմ իմ սրտի մեջ։ Եվ դա թույլ պետք է տան, որ այդ սերմը պարարտ հողի մեջ ընկնի եւ պտուղ տա 30, 60 ու 100 անգամ։ Այդ որոշումով գնա եւ ասա, ես կայացնում եմ որոշում իմ սրտի մեջ, որ ես այսուհետ պետք է ունենամ աննահանջ, անկոտրուն հավատք եւ ես պետք է սովորեմ հավատքի բարի պատերազմս պատերազմելու եւ հաղթելու։